Как же я так? Как же я этого допустил? Как я мог подвергнуть тебя такому риску? Как же я тебя не уберег? Как же я это допустил? Как я не берег себя? Что я буду делать без тебя? Ты моя половина. Моя кровь. Клянусь, эти гаври поплатят за все. Они ответят за все, клянусь Аллахом, клянусь. Սեդրակ Վիկտորովիչ, ես ձեզ հարգում եմ, բայց այդ բանը դուք պետք է չանեիք։ Որ բանն այլ լակոտ։ Հարգում ես ինձ, հա? Շատ ես հարգում։ Սենց ես հարգում։ Ուրեմն, ես ուր հասարարա։ Գրիգորի Հարոյան։ Ելեք բերդում նստացեիր, այսօր ազատության մեջ գիշերվա կեսին աղջկաս դուս ես հանը, տենց ես ինձ հարգում, հա? Երևի թե ճիշտ կլներ, որ ես քեզ ընդեղել թողած լնեի, պրոստը ուրախ եղի, որ հիմա ընդեղ չեմ ուղարկում քեզ հետ։ Որ ճիշտ կանեիք, Սեդրակ Վիկտորովիչ։ Ձեզ մենակ թվում է, որ դուք ամեն ինչ գիտեք ու ամեն ինչ հասկանում եք։ Ձենդ։ Ոչմ սենց։ Կմանաս մինչև հերդ գա, հերդ եկավ, ես այլևս ձեռքերս լվանում եմ քեզանից։ Հասկացար, աշխատանքիդ հարցն մնում է օդի մեջ, բայց մի բան հաստատ իմացի 100%-ով, դու Նինային 1000 մետրից ավել չես մոտենում, հասկացար։ Չէ, Սեդրակ Վիկտորովիչ, դուք պետք է հասկանաք, որ ես Նինային սիրում եմ ու իրանից երբեք չեմ հրաժարվի։ Տաղա ջան, եթե ինչ-որ մեկին սիրում են, գիշերվա կեսին փողոց չեն անում ու պատերի տակ ձեռմեր գցում։ Ես ինչ եմ արել, Սեդրակ Վիկտորովիչ։ Ձենդ, ես էլ չեմ ավարտել։ Մոնել են ժամանակ, երբ որ ես խիստ, խստորեն, արգելել եմ իրան տնից դուրս գալ։ Դու կարաս հասկանաս, որ դու ոչ միայն Նինայի պատիվն ես դրել վտանգի տակ, իրա բարի անունը, այլ նաև վտանգում ես իրա կյանքը, այդ կարա բեյնդ մտնի, հասկանում ես։ Հասկացա։ Ինձ կներեք։ Դե որ հասկացար, հենց մի վերկած ու ռադդ կաշի գնատուն։ Ու քիթը տնից չհանես մինչև ես չասեմ։ Գառնիկ։ Սեդրակ Վիկտորովիչ։ Հետևի իրան, որ ստեղից ուղիղ տուն գնա։
Չէ, շնորհակալություն։ Ես կգնամ։ Ուր էր գնացել այ աղջիկ։ Նինա։ Մամա, մենք ոչ մի վատ բան չէինք անում, հասկանում ես։ Ինչի պապան տենց վարվեց։ Ես համոթես կմեռնեմ։ Նինա, ինչ ա եղել։ Խոսա։ Հանգստացի ու խոսա։ Գրիգ զանգից ասեց ուզում է ինձ տեսնի։ Մամա, ասնիվ խոսք ես ուզում եք ես ասեի, մամա, բայց դրա համար օրինացին հիմար պատմությունը պաղպաղակ առնելու հետ։ Դու ինչ գործ ունես Գրիգի հետ, Նինա։ Պատասխանի։ Չգիտեմ, մամ, ես էլ չեմ հասկանում։ Մենակ գիտեմ, որ Փարիզից հետո ինչ-որ բան է կատարվել, մամ, ինչ-որ բան կա։ Մամ, ինձ թվում է Փարիզից հետո ես ինչ-որ բան եմ զգում իր հանդեպ։ Մամ, բայց խնդրում եմ գոնե դու ինձ հավատում ես, չէ՞։ Մամ, երդվում եմ, ես անգամ չեմ թույլ տվել, որ ինքը ինձ մատով անգամ դիպչի, մամ, խնդրում եմ, հավատա։ Ինչի է տենց պապան անարդար։ Հանգստացի, ցավը տամ, հանգստացի, մամ։ Անցի սենյակդ քնի։ Պապա, խրտվա։ Անցի սենյակդ քնի։ Գնա բորես, գնա։ Բայց դու իրավունք չունիր։ Ինչի՞ համար տենց վարվեցիր երեխան հետ։ Если все будете сделать по моему приказу, они не смогут пересечь атаку. Важно, очень важно, чтобы у них было много потерь. Поняли? Много потерь, чтобы у них было. Самое главное, чтобы засеять в них страх. В их рядах надо засеять много страха. Поняли? Еще главнее, самое важное, чтобы их матери боялись и не пустили своих сыновей в армию. Чтобы было дезертирство. Это нам выгодно, поняли, да? Слушаюсь, господин генерал. Заходили. Что? У меня для тебя плохие новости, Асан. Из достоверных источников я знал, что неделю назад Мурада поймали. И он заговорил. Բարի լույս, մամ։ Բարի լույս Գրիգ ջան, նախաճաշը պատրաստ է։ Մամ, հաց չեմ ուտել շտաբում։ Ուր։ Հիվանդանոց, մամ, աշխատանքի։ Ուրիշ հարցեր ունես էլի, մամ։ Բայց ինչի ես նրվայնացած։ Քեզ ով բան ասեց։ Գնալես, մամ ջան։ Լավ, որ այդ վիճակում ես մի հարց էլ տամ։ Ուր է իր երեք գիշեր։ Սեթոն ախր քեզ ասեց, որ տնից դուրս չգաս։
Մամ, ձեր այդ սեթոն արդեն ստե է սա հասցրել։ Գրեգ, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Բայց երեք տենց բան չի իր խոսում Սեթոյի մասին։ Մամ, կանաս էլ հարցեր չտաս, ես գնամ, ես շտապում եմ, կարակ հենց ինչ-որ բան լինի, զանգես ինձ ես հիվանդանոցում եմ։ Բարի լույս բալես։ Նինջան ինչ կուտես։ Ոչ մի բան եկել ինչ որ խմեմ։ Նինա։ Սպասի մի րոպե։ Լսում եմ, պա։ Ես քեզ խնդրում եմ, նա ինչ որ կասեմ, ուշադիր լսես ու ականջի տողանես։ Ասա, պա։ Արոյանների ընտանիքին ինձանից լավ ճանաչող չկա։ Էլ Գրիգի մասին չեմ ասում։ Իմ աչքի առաջ է մեծացել։ Ուսովի պետքանը գիտես։ Գիտեմ։ Լավ որ գիտես։ Հիմա լսի ինձ։ Բալա ջան, սաղ տանում։ Ես անգամ խնդրում եմ ինձ լուրջ լսես, իմ ասածներին հավատաս ու նենց անես, ոնց որ ես ասում եմ ես։ Լավ, պա։ Հեռու մնա այդ տղուց։ Պա, բայց դու միշտ Գրիգին սիրել ես։ Նույնիսկ ավելի մոտ ես միշտ իրան օրինակ բերել։ Այդ ինչ եղավ հանկարծ։ Ես չգիտեմ։ Ես մենակ եմ գիտեմ, որ այդ տղու այդ անդադ ինչ-որ բաներ է պատահում, ամեն օր։ Ամեն օր ինչ-որ պատմության մեջ ընկնում է։ Երևի գիտես, որ այն օրը ես իրան ոստիկանությունից եմ անել։ Իսկ դու գիտեի, որ իր գրպանում նարկոտիկ են գտել։ Նարկոտիկ։ Նարկոտիկը։ Հնարավոր բան չես, չեմ հավատում։ Այսինքն, որ դու չես հավատում, mən այդ լակոտին հավատում ես, հա? Հա? Բաբ, ինչ ես ուզում դու ինձանից, ինչ եք ուզում ինձանից, հա? Ես ուզում եմ, որ դու այդ տղուց հեռու մնաս։ Լավ, գոնե առժամանակ։ Միջև որ ամեն ինչ կպարզվի, միջև որ ամեն ինչ կխախնդվի։ Զանգերին չես պատասխանում։ Էլ չասեմ, որ առավել ևս չես հանդիպում։ Միջև որ ամեն ինչ կշտկվի ու կպարզվի։ Էդ եմ ուզում։ Նինա։ Եղավ բա ոնց, ինչպես միշտ։ Ու ասածն եմ։ Նարկոտիկների պահայզուր որպես արգումենտ բերեցիր։ Ինքդ էլ լավ գիտես, որ սարկած գործ է, բայց անենց ներկայացրեցիր Նինայի մոտ, որ Գրիգը նարկաման է։ Հիմա այս դեպքում ինձ համար մեկ է, թե Նինան ինչ կմտածի։ Պետք եղավ ավելի վատ բան էլ կասեմ։ Շատ էլ ես հավատում եմ, թե չեմ հավատում դրան։ Հիմա ինձ ընդամենը պետք է, որ մեր երեխան իրանից հեռու մնա, չէ՞ որ ամեն ինչ կպարզվի։ Քեզ էլ խնդրում եմ, քանի որ դու հասկացող կին ես, որովհետև իմ կինն ես, ինչ որ ես եմ ասում, այնը դու պետք է ասես։ Ռուսի ասած, действуем сообща։ Ես քեզ խնդրում եմ, դեն ճիշտ է, ինչը որ ես ամեն ինչը պարզվի, լավ։ Հասկանում եմ, Սեթ, դու ճիշտ ես։
Մեծ հավատա ինձ։ Ամեն ինչ չի, որ մեր որոշումից է կախված։ Մեր կամքից ու մեր զգուշությունից։ Կյանքը իր պլաններն ունի մեր վերաբերյալ, Սեթ։ Գիտեմ, այնքան գիտեմ, որքան դու։ Ես էլ էի ժամանակին այդպես մտածում։ Երբ որ Աբելը ինձ թվում էր, որ ես բան չեմ կարող անեմ ինձանից կախված, չի թողել էի տենց, թողել է ինքնահոսի ու տենց եղավ։ Հիմա ես չեմ ուզում, որ նույն բանը կրկնվի։ Հասկացա։ Հիմա ես մնացել եմ մենակ հիշեմ ու անզորությունից գլխիս տամ։ Նի, լացես լինի։ Դե, վայ վերջ դու, բիա, ապանա, հետո եթե ամեն ասացից հետո սենց նեղանասուր կհասնի, բալես։ Դուք տենց էլ չթողեցիք, որ ես գրիգի հանդեպ ցույց տամ իմ զգացմունքները։ Երբ մարդը սիրում է, ոչ ոք չի կարող իրան արգելի, բալես։ Նույնիսկ մահը չի կարող արգելի քեզ սիրել։ Այս ամենը ժամանակավոր երևույթներ են, հարցեր, որոնք կլուծվեն, կգնան։ Ամեն ինչ կանցնի։ Ու հետո դու կհասկանաս։ Իսկականից սիրում ես Գրիգին, թե ուղղակի ուզում ես հավատաս, որ սիրում ես։ Լավ կլինի ամեն ինչ, բալես։ Լավ կլինի։ Հիմա հանգստացի։ Այս սիրունաչիներից մաքրի արցունքները կգամ հետո։ Գառնիկ, քշի հիվանդանոց։ Իրիկատել ա։ Հա։ Բարև Սեչը։ Յա, աբո, բարև ես որ դες։ Ուր տունեմ։ Ուր պետք եմ տունեմ նոր եկա։ Ուր պետք եմ, հենց եկա մի անգամից խաբարն իմացա։ Ամեն ինչ մի անգամից թափեց գլխիս։ Սեթո ջան։ Ես այդ Գրիգորյանին ցածի եմ անելու։ Ու քեզ եմ ասում։ Աբո, հանգստացի աբո։ Ինչ։ Ո՞նց հանգստացի, Սեթո։ Դու ինձ ասում ես, որ ես հանգստանա։ Իդրո, այսքան դոշ տվե, այսքան արուն թափե, այսքան զոհ տվե, որի մի ամեն մեկը կարողանա գա ու մեր տեղեքին կմնի, հա, մեր տեղեքին Էնել Գրիգի պես տեղի գլխի ինձ սարի։ Ստոպ, աբո։ Ես հենց հիմա գնում եմ այդ Գրիգորյանին տենամ, թե ազատ ես լու էլ արի։ Հավատ այդ տղեն կապ չունեմ, այդ տղեն շատ պուճուր օղակ է։ Ոնց որ Գրիգին են պաստավ կարեն էցել իրան, պրոստը ինքան հարիվա, որ կուտը կերել է։ Այս ինչ ես խոսում դու, Սեթո։ Եթե Գրիգորյանը չի բաղվա, լսել ինչ եմ ասում, Սեթո։ Ես քեզ խնդրում եմ, ես քեզ աղաչում եմ, դրա անունն ասա, Սեթո։ Հիմա ես խոսալու վաղթը չի, ես գնում եմ հիվանդանոց, կգաս ընդեք խոսանք։ Սեթո, խոսալու ժամանակը չի, թե անունը գիտես ասա, կամ էլ հասկացի հիմա գործել ա պետք, Սեթո։
Աբո, այ դրա համար էլ ասում եմ, որ գաս մոտս։ Այդ ինչ որ հիմա ես եմ տենում, ուզում եմ, որ դու էլ տենաս։ Так что давай, արի հիվանդանոց։ Մեկա չհասկացա քեզ հետ։ Կգաս հիվանդանոց կխոսանք։ Всё։ Ես դու բանը գործ չունես, որ հիվանդանոցի միջանցներում թրևես գալի։ Սենտրակ Վիկտորովիչ։ Գնա հիվանդներին տերություն արա, այս կաները անտերս տղատ։ Պարոն Արսենյան, ես ձեր հետ լուրջ խոսալու բան ունեմ։ Բո։ Պարոն Արսենյան, դերումը լուրջ պրետենզիաներ ունես, հա, պարոն Հարոյան։ Արի տենամ ինչ ես ասում։ Լսում եմ երիտասարդ։ Սենտրակ Վիկտորովիչ, ես գիտեմ, որ դուք միշտ իմ հանդեպ հայրական վերաբերմունք եք ցուցաբերել։ Դրա համար էլ հիմա որդիական պատասխան եմ ստանում, չէ՞։ Անառակ որդու վերադարձում։ Իր պատասխանով։ Այդ տենց չի։ Այս չի։ Բա ոնց է որ տենց չի։ Սենտրակ Վիկտորովիչ, ուղղակի ես սիրում եմ Նինային։ Ու իմ զգացմունքները շատ լուրջ են։ Ու ես պահանջում եմ, որ դուք հարգեք իմ զգացմունքները։ Պահ։ Տղա ջան, դու նման բան պահանջելու իրավունք չունես։ Որովհետև եթե մարդ իսկապես նման զգացմունքներ ա ունենում, ինքը ոչ թե պահանջում է, որ իրան հարգեն, այլ հենց անում, որ իրան հարգեն, որ արժանի լինի այդ հարգանքին, ոչ թե ըստ պահանջի։ Գուցե դուք ճիշտ եք, Սենտրակ Վիկտորովիչ։ Գուցե ես միջորս ինչ-որ սխալ բաներ եմ արել, բայց Նինան էլ իմ հանդեպ անտարբեր չի ու մենք։ Всё, լավ։ Խոսակցությունը ավարտված է, դու վերադառնում ես քո հիմնական աշխատանքին, ինչի համար որ աշխատավարձ ես տա։ Սենտրակ Վիկտորովիչ, այդ դեպքում, եթե իմ անձը վարքաբեկում է Նինային ու նաև վտանգ է սպառնում Նինային, նույնը կարամ ասեմ, այս կլինիկայի հաշվով իմ աշխատանքի։ Ձեզ պատիվ չի բերում իմ նման բժիշկ ունենաք, որի գրպանից նարկոտիկ են գտել։ Ու հիվանդներն էլ անվստահորեն կնայեն ինձ։ Գնում եմ ու իմ հրաժարականը գրեմ։ Հլո հետ արի, լակոտ։ Սեջո։ Գրիգորիդ ինչ է։ Դու լեզվիդ ես տալիս, հա, թե ինձ տված։ Քեզ չթված։ Հորդ հետ էլ ես արդեն տենց խոսում։ Պապ։ Ինչ ասա։ Ասա ինչ։ Գրիգոր տեղա հենց տեղ։ Այդ սեթոյի աչքերի առաջ, այս շեֆի կաբինետի մեջ։ Քեզի ոտատակ կտամ, Գրիգոր։ Դու դες ինչ ես արա, մաֆիոզ ես դառը, արդեն նարկոտիկները ջեբերը տերած ես պարպարում։ Դե եթե ինչ չես ճանաչում, իմաց չունեմ հետդ խոսամ, պապ։ Ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն ծակից քեզ ես մարդ կգնեմ։ Փոխանակ ես չոքել դեմը ոտները լպստես, լեզվի տես տալիս, արա։ Պապ, վոն։ Կգնաս ուղիղ տուն, ես մգամ հետդ կխոսամ, հետո, վոն։ Այդ մտածում ես, հա։ Ես լակուտինն է։
Այսօր ենք ասել։ Լավ գոտ։ Արեցեք ջան։ Լավ էլի, ապա, լավ։ Այդ շատ մի սխմի տղան։ Ազնիկոս մի գրամ մեղք չունի երեխան։ Պարզապես չեմ ուզում տոնտան, որ ավելի բետար սխալներ չան։ Այս հետո ջան, 5 օզող ունենք, 1500 չուզող, դու պատկերացնում ես անգամ դրանց ակաշն գնի։ Հարոյան, Ալբերտ, Գրիգորիչի տղեն, նարկոտիկը ջեբը, բռնել են, տարել են բերդ։ Դու հետո, դրանից… Այ հենց այդ հետոից է բախում, հենց այդ հետոից։ Դրա համար էլ քեզ ասեցի, որ շտապ գաս մոտս։ Առնայել։ Հանեց։ Էդի շատ լուրջ բան, ապա։ Էդի շատ լուրջ բան։ Օրահատ, դեպուտատի տղա, բժիշկ Հարոյան։ Ես էլ վրույրն է, հա? Ես վրույրն է սարկում գլխիս, ուզում եմ խայտարականի, Ես ինձ են դեմ դուրս եկի, հա? Ես քո քաթիցը տբերեմ արա, Աշկերիս չեմ հավատում, Ես սարքելով է, հա? Երգում է պան Գրիգորյանը։ Ասում ես քեզ որտից։ Գրիգորյանն ա տվել։ Դու չէ՞չ Գրիգորյան։ Գրիգորյանը вообще կապ չունի։ Ենթադրում եմ, որ ինքը թեթև գլխի է անգել, որ ինչ-որ բան է սարքվում, դրա համար էլ ձերբակալել է տեղում, որպեսզի հետո վրան խոսակցություն չլինի, որ գործը չբարդանա։ Բայց ինքը вообще կապ չունի այդ զապիսի հետ։ Ուրեմն վրույրը, հա? Տենց հա, նախորոք մտածված, հա, տենց, հա? Շակալավարի է։ Ինձ ասում խայտարականին, հա, էլ մենայք չէ։ Տղիս նարկոտիկը ջեբը բռնել են, սոլապոյին ուզում է գետնով տա։ Արես, դու ես տրակակյուն է! Հետո ապը, իվանդանոց աչը։ Հետո գիտես ինչ կա, ասենց բորբոքվելով ջղանանալով, մենակ գործին վնաս կարանք տանք։ Ինչ ես ծամծվում, չեմ ջոգում։ Բանասա հասկանանք։ Կամ ես գնամ իմ հարցերի պատասխանները ստանամ, սետո։ Սպասի ապը։ Նախարի հասկանանք, թե այս ամենը ինչից ու երբ սկսեց։ Ավելի մահվանից բնականաբար։ Չէ, ապո ջան։ Այս ամեն ինչը սկսեց Ռաֆի հայտնվելով։ Ռաֆնովը։ Ինչ Ռաֆ։ Ռաֆը իմ ընկեր։ Նինայի հոր։ Չես խոսում, սետա։ Ես սուր ես խորաց է։ Այն ժամանակ դեղ վրույրնով էր, ուր էր։ Աբո, Ռաֆոն ողջ է, ինքը չի մեռը։ Սառացում ես սետո։ Ուր էր թե, չէ աբո, Ռաֆը ողջ է ու
Այդ ես վաղուց գիտեի։ Նորվանից, երբ որ ես Փարիզում հանդիպեցի իրան Աբրահամ Մարկիչի տանը։ Ռաֆայել Սեթյան, ուրախ ես նույնպես։ Ինչ ես խոսում, Սեթ։ Գժվեց իր աղբերս։ Այդ ինչի մասն ես խոսում։ Ես հասկանում եմ, որ դրան դժվար է հավատալ, բայց արի էմոցիաներից զոհին դու։ Նայ, հիշում ես այն ժամանակ Ղարաբաղում։ Մենք գտանք Ռաֆոյի կուրտքեն նշանը վրան, վարված։ Որոշեցինք, որ Ռաֆոն վարվել է։ Ու Կորյունը ընգել է գերի, հետո Կորյունին խփել են։ Ահու ջան, բայց տեն չէր։ Ռաֆոն էր գերի ընգել, պրոստը կուրտքեն տվել էր իրան։ Ինքնագերի ինք։ Հետո 18 տարի Բաքվի բերտում նստել։ Ունդեից է պախում։ Հեքիաթ ես պատմում, Սեթո։ Ինձ գիտես ով ասում, են մեր Աբրահամ Մարկիչին հիշում ես։ Ու դրանից հետո որ գնացել էին Նինային բերելու ու իրան տեսա։ Այդ օրվանից էլ ամեն ինչ սկսվեց։ Ոչինչ մի բան կանեն։ Եթե պետք լինի Բաքվում կբռնատել։ Սեթո։ Ինչի մինչև հիմա ինձ չէր պատմում։ Շատ է փոխվել Ռաֆոն։ Մի քիչ ուրիշ տեսակ մարդ է դառել, բայց ես չէի կարող չճանաչեի։ Ինձ չէր կարող ապրել։ Ռաֆը չէր ուզում, որ իրան ճանաչեն։ Ես այդ ձևացրի, թե չեմ ճանաչում։ Բայց հենց Փարիզում ճանաչեցի։ Խաղում էինք էլ ես։ Ինքն ինձ ճանաչում է, ես իրան չեմ ճանաչում։ Ուզում էի հասկանալ, որ կողմն է, այդքան տարի անց է, ինչ ա դառը։ Հասկանում ես, աբո, նա ուռա չէի ուզում այդ հայ։ Մի բառ ասեիր։ Ասեիր, որ այդ մարդը էդ է, այդ Ռաֆոնը, դոշերից բռնի, թափտային սաղամեն ինչ իմանային։ Ինչ ես խոսում, աբո, ինչ ես խոսում, ինչ դոշերից բռնեիս, թափտայիս։ Ես այդ տղու առաջ, այդ տղուն ես եմ ուղարկել Ղարաբաղ, ես այդ տղու առաջ մեղք ունեմ, այդ տղեն 18 տարի համարյա իմ պատճառով է նստել։ Էլ չեմ ասում, կին երեխա կորցրեց, չէ, չկորցրեց, ես իրանց խլեցի։ Դու ինչ իմանեիր։ Ամենասարսափելին գիտես որն է, աբո։ Որ ես չէի ուզում իրան ճանաչեի, որ ինքը հետ գար, որովհետև ինքն եկավ ինքն էլ ինձնից կխալի։ Всё։ Ամեն ինչ բարձ է։ Ես այդ ամբողջ բացատրությունը մեջս զգացի։ Մի բան էլ կա, վրույրի հաշվով։ Ես չէի ուզենա, որ այդ շակալը բերանը բաց էր։ Ոչինչ, մենք դրա բերանը կփակենք։
Մենք բերան փակելու մեծ փորձ ունենք։ Ոնց որ այն ժամանակ փակեցինք։ Մնացել հիմա Սեթու ջան։ А ты помнишь, Хасан? Альберт Помню. сын этого Арояна в настоящее время служит в Карабаху, в пограничном полку. Как раз вчера наши солдаты полчаса стреляли на это направление. В пограничном полку, товарищ. Ладно. Очень хорошо. Ты можешь узнать фамилии у кого, где, что? Можешь уточнить? Постарайся. Звездочку заработаешь. Я постараюсь, Хасан. Ароян. Сын. Пограничный полк. Я, если с персоналиком как раз. Элава, чисто, лёты нерчика, зато он мосой вотери буду чем шенчить. Ինձի դեմ դուց գացա, կախիտ ուզում ես պատերազմ սարքես, արա, հե։ Լսետ քո պատերազմներով ինձ մի վախեցրա։ Ես ասել եմ բազմիցս, օրենքը բոլորիս համար է, օրենքի առաջ բոլորս էլ հավասար ենք։ Ուշ թե շուտ սաղդ էլ պատասխան եք տալու։ Նեվորիմի մեզ չփրթեիշ գլխիցը դուս Աննեիր ուշա այն ժամանակ պետք է արածելներ էլ չես կարա Են էլ ասեմ որ գրիկդ նստելու է Այն օրենքները որ սահմանում եք ազգային ժողովում տղուտ վերել է տարածվում Պարոն Ալբերտ Հարոյան Բան, բան մի արա, ես մեր մարդ չի խոսում, չես տանում, ես ինչ-որ մեկին ու լսասնում, լսել եմ, վերվիր, կլխեցիտ մեծ բաներ ես վեր կարում բրել, նայ, ճողվելու ես արա։ Էլ ճողվելը ոնց է լինում։ Մարդիրը արյուն քարտինքով բիզնես դնի ու ձեր նմանների պատճառով կորցնի հետնել իր երկիրը ծածուկ գնագա Լավ ես ասում վրուշ դեղ վրուշ արյուն քարտինքով չէ հիվանդ հայերի արյուն քարտինքով Ուրումա դժգո ես մնացը, որ են վաղթ կեզ չեն կող է բերդի ծակա։ Այ ապրես, այդ սավհտանը, բան չի չնստեցրիք, որտև սաուպշնիկ ունեի։ Իսկ ով էր այդ սաուպշնիկը? Սիրելի հարգարժան, պատվարժան, անթերի,
Սետրակ Վիկտորովիչը Ալբերտ Հարոյանի կռովնի ինգերը այդ դրանից սկսենք հա Արամ երախուց ինչ ես ուզում այդ տվար Հեչ պրոստա աբիդնիա Ինչի պատի մենք նստենք Իսկ Ալբերտ Հարոյանի տղեն իր համար նարկոտիկը ջեբը ֆրֆրա քաղաքում Ալո Գրիգ խնդրում եմ ինձ էլ չզանգես Գրիգ եթե ինձ իսկապես սիրում ես ինձ էլ չզանգես ու չանհանգստացնես առհասարակ Նինա Նին խնդրում եմ ոչ ոք իրավունք չունի իմ ու քո վրա բռնանալ Գրիգ պապան ասաց որ քո գրպանից նարկոտիկ են գտել այդ ճիշտ է Հա բայց այդ ինքն էլ գիտեր նին որ իմ գլխին սարքել է Ինչ եմ վրա քեզ ասել տենց հավելյալ ուզեցել է քո վրա ինչ-որ տպավորություն թողնի հա Ես քո հորը շատ էի հարգում բայց ազնիվ խոսք իր արածը այդ ստորությունը Գրիգ տենց մի խոսա պապայի մասին Ինչ որ մտածում եմ պապայիդ մասին կփորձեմ իրան ասեմ Բարձա Չէ պետք չի հիմա Գրիգ հիմա շատ չխայնացած է հիմա պետք չի Հետաձգել իմաց չունի նին Հիմա հասկացար Ճոգիցեր թե ինչ կրակն ես սկցել ես Էսի ֆակտ արա, ֆակտ Ֆակտ, մլիցեկը ջեպիցդ նարկոտիկը հանում են Դու հասկանում ես Ես հրանից մենակ Չէ, ես հրանից վիխդ կա Մեկը որ դու բդի նստես Մյուսն էլ բալես Որ պետի պասապուսեկս հավաքենք ինչ ունենք ես մեր գյոզար թարլան ես մեր հայրենիքից գլուխները սարնենք փախնենք օխ մամա ջան Պապսրադեմն առնել չի լինի Ալի Մենք մի բան տնակացենք մի բան տե անենք սրատեմ ինձ էի պտե առայնք Մի բան տե անենք, արա Սետրակ Վիկտորովիչ, ախր ես ձեզ ասում էի, չէ՞ որ ես ամեն ինչի հետ կապ չունեմ Էս իմ գլխին սարքել ու ես ամեն ինչը հատուկ են արել Իսկ դուք Նինային ինձ ներկայացրեցիք, ոնց որ ես նարկոման եմ Գերիկ Գրիգ ջան, բալա Կներես, ես տենց չեմ ներկայացրել Պարզապես ես ուզում էի ենենց անայի, որ հեռու մնաք իրարից, որտև այդ աղջկա վիճակն է վիճակ չի Այսքան ժամանակին չէր ակաշել Լավ, հիմա ատեն ես սրվավորով, էդի կարևոր չի, ինչ ուզում ան ինան մտածի Հիմա մենք ուրիշ պրոբլեմ ունենք, հիմա մենք մտածենք, թե ոնց դրա տակից դուրս գանք Ես էլ այն ժամանակ էի ասում, որ որին պետք էր նստացնել Արտաքսել ես որ նա Թե դու չգիտեր, որ մի օր պետք է այդ արտաքսվածները վերադառնային Ինչ ես խոսում գուգո, էլի խելքդ կսիր արա Բասեթոն Այս գործը որ բացվեր, ջերի երես դուզ գար Սաղ կաշը կետար Հետո ոնց էինք սաղ սալամատ այս տղին այդ գործերի մեջից անելու Մտածում ես գոնե Պապ կբացատրեք իմանամ ինչի մասին եք խոսում Ես կասեմ Գրիգ Նստի ես կասեմ Նստի տղա Ես կանգնած եք լսեմ Սետրակ Վիկտորովիչ Չէ նստի ասեցի Արի կողքս նստիլ Այո Նստում Ասեք Սետրակ Վիկտորովիչ Ասա Գրիգ ջան, իմ ու այդ
Վրույրի հարաբերությունները դա շատ հեռվից է գալի մեր այսպես կոչված հակամարտությունը շատ վաղուց է այնքան վաղուց, որ երևի այդ վաղտվանից ես ու հերդ ենք մնաց։ Հա, բայց այդ ամեն ինչ հետ ես ինչ կապ ունեմ։ Այդ ցրտի սովի տարիներին երկու ընտանիք էի փորձում պահել, դժվար էր չէի հասցնում։ Հա, գիտեմ։ Ու այդ ժամանակ չգիտեմ ոնց որ դից հանդիպեցի այդ վրույրին։ Ինքն ինչ-որ գործեր էր անում, տեղ էր բերում, Ռուսաստաններում կապեր ուներ, տեղեր էր բերում։ Այդ ժամանակ շատ անհրաժեշտ էր Հայաստանի համար տեղեր, ինքը կարար բերեր, ես էլ կարայի դա սպառել։ Ու տենց գնաց հետո ստացվեց, որ մենք ահագին հարստություն դիզեցինք։ Ես հետո շատ ավելի հետո կլինիկան արա, հետո ուրիշ տեղ։ Ու նույնիսկ այդ վրույրը փայատեր էր այդ կլինիկայում։ Ես չգիտեի, որ այդ դեղերը ինչ-որ սաբերում է, դրանք ժամկետանց տեղեր էին ու դեպքեր եղան, որ նույնիսկ ինչ-որ այդ տեղերի պատճառով մարդ էր մահացել կարծում դաշ։ Հիմա ինչ եք ուզում ասեք։ Ուզում եք ասեք, որ դուք գիտեիք, որ վրույրը հանցագործ է, ու դուք լռում էիք, ոչ մի բան չէիք ասում, որ հանկարծ ձեզ իր հետ չքաշի հապապ։ Հա։ Հա, տղա ջան, հա։ Եվ ոչ միայն այդ կանոն։ Ես նույնիսկ իր ձեռից այդ իմ հիվանդանոցի կեսն վերցրեցի։ Ու իրան վաբշե Հայաստանից վտարեցինք։ Սեչեկ Վիկտորովիչ, դուք ինչ-որ կլինիկան իր ձեռքից վերցրեցիք, իրան Հայաստանից վտարեցիք, իր այդ ինչ-որ բաներ արեցիք։ Ես գիտեի դուք բժիշկ եք։ Ես արեցի։ Ու հետո տղա ջան, բալա ջան, մենք չէինք կարա այդքան նաշիվ անենք, մենք պետալը պետք թուլացնեինք, թե չէ այդ ավաննակը կարող է պատահի պայթեր ու նաուռա գնար, հասկանում ես։ Պապել, նաուռա գնալը որն է։ Սրանից ավել էլ ինչ եք ուզում։ Հասկանում եք, որ ինքը ուզեցել է ձեր հախից գա ու որպես միջոց ինձ է ընտրել։ Ստացվում է ես ձեր հին արարքների քավության նոխազն եմ հենց հիմա։ Ու շատ շնորհակալ եմ Սեթրակ Վիկտորովիչ։ Կարակ դրա մասին էլ Նինային չասեք ու ես միշտ կմնամ որպես նարկաման լակոտ։ Հետ արիլը։ Հետ արի, գրիկ։ Ջրիկ, հետ արի։ Ասա գրիկ լսում եմ։ Նին, մենք պետք է հանդիպենք ու շատ կարևոր բան ունենք քո հետ խոսալ։ Ինչ է եղել գրիկ։ Նին, հանդիպենք խոսանք։ Պապատ մեր տանն է, դու կարաս հանգիստ տնես, որտեվ ինքը հաստատ չի իմանա, որ մենք հանդիպենք։ Չէ, գրիկ չեմ ուզում այս անգամ էլ պապան բռնացնի։ Ամոթից կմեռնեմ չեմ ուզում։ Այդ արդեն հարց է, թե ով ամոթից կմեռնի։ 10 րոպեից ձեր տան մոտ եմ։ Լավ կփորձեմ մի բան անեմ։
Աստա թող ներս գա, ես ձեզ չեմ խանգարի։ Լավ է Լիման։ Գիտես որ չի գա, չէ, պապայի վերջին օրացներից հետո։ Լավ։ Լավ Նինա։ Գնա, բայց մի պայմանով։ Ես էլ պետք է հետդ գամ դուրս։ Կգամ կհամոզվեմ, որ ամեն ինչ կարգին է, որ քեզ ոչ միտեղ չի տանի։ Եվ հետո թող ինքն էլ համոզվի, որ դու մենակ ու ինքնագլուխ չես։ Լավ է Լիման, հո 5 տարեկան չեմ վերջը։ Ասեցի Նինա վերջ։ Տես ես քեզ ընդառաջ եմ, չէ՞ գնում։ Բայց դու էլ պետք է համաձայնես իմ պահանջին։ Լավ, մամ։ Արի, բայց հետո հետ կգաս։ Հա, բա ոնց կգամ։ Բայց մի պայմանով։ Նախապես եմ ասում, տես պատուհանից հսկելու եմ։ Բայց գոնանից որ Գրիգը չտեսնի, հա։ Հա, բա ոնց։ Գրիկա, սա ինչ կարևոր բան ա եղել։ Նին, շատ հավանական է, որ ես որոշ ժամանակով կամ ընդմիշտ հեռանամ Հայաստանից։ Գրիկ, ինչ ես խոսում, ինչ ա եղել։ Նին, ինչ որ եղել է, այս նարկոտիկի այդ պատմությունը, որ իմ հետ կապված է եղել, այդ պատմության մեջ ես ընկել եմ քո հոր մեղքով։ Գրիկ, ինչեր ես խոսում։ Բայց ես քեզ առայժմ ոչ մի բան չեմ պատմի ու չեմ ուզում այդ ես քեզ պատմեմ։ Եթե հերդ ազնիվ ու կարքին մարդ է, ինքը քեզ կգատուն ու կպատմի։ Գրիկ, լրիվ գժվել ես ինչեր ես խոսում։ Ինչի դու կասկածում ես դրանում։ Հա, կասկածում եմ։ Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսամ։ Նին, բայց այդ ամեն ինչը ես ուզում եմ դու իմանաս, որտեղ դու իմ համար թանկ ես։ Որ ես այդ ամեն ինչի հետ կապ չունեմ։ Ես ուրիշների մեղքով եմ ընկել այդ պատմության մեջ, բայց ես քեզ հիմա մի հարց եմ ուզում տամ։ Հիմա ես այդ ամեն ինչից մի լուծում ունեմ, մի ելք ունեմ այդ փախուստն, ու ես պետքա գնամ այս երկրից, ես պետքա գնամ ու էլ ոդկս շատ հնարավոր է, որ չկարողանամ դնեմ այս երկիր։ Նին, դու իմ հետ ես թե չէ։ Գրիկ, ինչ ես ասում, եկել ես ինչեր ես խոսում, ես բան չեմ հասկանում։ Նին, ուղղակի ինձ էլ ուրիշ ելք չի մնում։ Ես առանց քեզ չեմ գնա ու քո այսօրվա որոշումից կախված է թե ես ինչ կանեմ։ Այդքան։ Ոչին վրան խաբար կա, ոչ կարան։ Ոնց։ Ինայի ու Գրիգի։ Արդ ոնց է կանո, որ ամեն ինչը ես վերջում եմ իմանում։ Ինչի չեք ասում։ Ինձ համար էր անակում կոլոպում։ Գիտես ինչա, եթե խաղաղ պայմաններում լիներ, իհարկե ես Գրիգից ավելի լավ տեսասու չէի ուզենամ, բայց իմի ապեմ ոչմ կներես ապեն ետ։ Դու թարգետ դու հա այդ ներողություններիդ, հա? Ինչ է սարը անց է? Ես ու դու կռովնի ենք, մեր մեջ ներողություն չկա։ Ու ես քու հետ ամեն հարցում էլ համաձայն եմ, թող սաղ աշխարհն է դեմս կանգնի։ Դու չգիտես, որ հարց չկա։ Ով կմտածեր,
Ինչ, Գուգո։ Ես ձեզանից միակն եմ, որին Աստված ոչ երեխա տվեց, ոչ պաշտոն, ոչ փող։ Այսինքն Աստված չտվեց, թե ես չարժանացա այդ ճակատագրին, չգիտեմ։ Ես միշտ կուսիտ։ Գուգա, ու հիմա նոր հասկանում ես, թե դու ինչքան բախտավոր ես, ապա։ Չէ, Սեթ, երբեք։ Ես կուզենայի սաղիդ պրոբլեմները միասին վերցրած իմը լիներ, մենակ թե մի հատ տղա ունենայի, որ իմ տղաները սիրահարվեր, ինչու չէ, թող հենց գրպանից էլ նարկոտիկ գտնեին, ես էլ կռիվ տայի, քյալլա տայի, մենակ թե իմանայի, ինչի համար եմ ապրում։ Գրիկ։ Բացատրեմ հետո։ Ու դու ազատ ես։ Կարայիշ սենց հանգիստ գայր սեյր, որ չես մեղրել։ Կարեք։ Բայց դու չարեցիր ապել։ Հենց է պետք։ Ոնց կարացիր։ Իքիցիր պետ։ Տեցիր պետ։ Սատան։ Ամեն կարաս բացատրես։ Ինչ ես ամեն։ Երկուսս հանգստանանք։
Ուր ասացան։ Հա։ Ես հանգիստ եմ ամեն։ Ես հանգիստ եմ։ Գիտես այս ընթացքում իջերի մեջ ուղացա Ինչքան էին նախադրում ինքս ինձ Դու գիտես ես ինչ արեցիր ամել Չունեի Չէի կարող ինքը Ես կյանքում չեմ ներյալվել Հետ գնամ Ինչ գիտես կարամ գնամ ճանապարհը Իդեմ ունդը Ես քեզ տեսնում եմ ամեն Ես քեզ տեսնում ու չեմ ճանաչում եմ ճանաչած ամելը պոֆիգ իստեր Ցինիկ էր ամեն ինչ էր բայց ինքը այդ աստիճան դաժան չէր ապել դու շատ դաժան ես Գնա չքվի աչքիցս գնա ավելի լավ մեռած լինեիր ես այդ մտքի հետ արդեն վաղուց հաշտվել եմ ապել Բարև Գրիգոր։ Հիշեցիր ինձ։ Չգիտեի, որ Երևանում եք։ Ինչքան ես մեռած մնալու համել։ Գրիգ ջան, ցավոտ տանը։ Ես անկեղծ շատ եմ սիրում ու լավ հասկանում դու ինչ ես գոնում։ Ինձ էլ հասկացիր։ Տենց ժամանակներ են խոսք եմ տալու Գրիգ։ Շատ շուտով ամեն ինչ կիմանաս։ Գոնե գիտես թե ինչ եղավ երբ որ իմացանք որ դու մեռել ես։ Ինչ եղավ քո պատճառով։ Իմ պատճառով։ Հա։ Քո պատճառով։ Բայց այդ ամեն ինչ ես քեզ հետ կասեմ։ Գրիգ հիմա ասա Գրիգ, քեզ հետո ասեմ։ Հետո կասեմ։ Ուրեմն ճիշտ ասա։ Ինչ իմանամ։ Բաղակը հարցնես չեմ կարծում, որ լուրջ բան լինի։